Բարև ձեզ, պարոն նախագահ, Կարեն Գրիգորյան, ԵԿՄ վարչության անդամ, Էջմիածնի քաղաքապետ։ Հարցս հետևյալն է, պարոն նախագահ։ Վերջերս շատ արձատվում հարցը այս թոշակի 5%-ի հետ կապված։ Ինչումն է խնդիրը, եթե հնարավոր է ներկայացնել։ Իհարկե շատ է խոսվում կենսաթոշակային բարեփոխումների մասին եւ ակնհայտ է, որ այդպես էլ պետք է լիներ։ Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումները անցնեին հանդարտ առանց դժգոհության, շատ պարզ պատճառներով, որովհետև այդ բարեփոխումների արդյունքները երևալու են տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որպեսզի իրենց վիճակը բարելավի, երկրորդ էլի ակնհայտ է, մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս եւ ասում ենք, որ այո 5% պետք է խնայեք, ապագայում այդ 5%-ը բազմապատիկ ետ ստանալու համար։ Մենք ակնհայտ է, որ երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, այլ քայլը արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար։ Որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն։ Նույնիսկ մեր ամենախիստ քննադատները ասում են, չէ, բարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այս մի թեզը ճիշտ չէ, կամ ժամանակն եք սխալ ընտրել, 6 ամիս հետո անեիք, մի տարի հետո անեիք, 5 տարի հետո անեիք։ Գիտեք, որ ես շատ տևական ժամանակ է, որ աշխատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, 93 թվականից սկսած, եւ Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները անխտիր այս խնդրով զբաղվել են, այս խնդիրը նրանց մտահոգվել է։ Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ։ Եվ ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որովհետև իրոք սա անհրաժեշտ լուծում է։ Ես չեմ բացառում, միգուցե այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ, կամ որոշ բառեր պետք է փոխվեն։ Չեմ բացառում։ Բայց եթե որևէ մեկը կասի ինքը պատրաստ է իդեալական փաստաթուղթ անելու եւ միանգամից տանելու ու դնելու հանրային քննարկման ու հետո այնտեղ որևէ մեկը խրթինություն չի հայտնաբերի, ես կասեմ, որ դրան չեմ հավատում։ Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում, կարող են լինել անհաջող ձևակերպումներ, մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել։ Իմաստը վստահ եմ, որ չի փոխվելու եւ այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է։ Մեկ անգամ եւս կրկնում եմ, այո, մենք այսօր մարդկանց 5%-ի նեղություն ենք տալիս։ Բայց եկեք մի հատ նայենք, այս տարի հսկայական թվով մարդկանց աշխատավարձներ բարձրացել են։ Ուժային կառույցներում 10%, որոշակի ընկերություններում 10%, 15%, իսկ կան ընկերություններ, որ 25%։ Գիտեք, որ հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխատավարձները բարձրանալու են 40-ից 80%։ Իսկ ինչ է եղել։ Հաշվեք, որ բարձրացել է 35% կամ 75%։ Մի ակնկալեք այն 5%, այն 5%-ը պետք է գալու բոլորիս, բոլորիս։ Կա խնդրի երկրորդ կողմը։ Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը։ Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ է։
հարցրեք ցանկացած տնտեսվարողի, խոսեք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ, որն է այսօր Հայաստանի տնտեսության խնդիրը։ Էժան եւ երկար փողը։ Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա եւ այդ զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը։ Անպայման անելու ենք, Կարեն ջան։ Եվ որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև ես գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80% դժգոհ է այդ որոշումից։ Մենք քո ներողություն բառիս համար երկրապահական լեզվով ասեմ, մենք քո ախմախ չենք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք։ Մենք քաղաքական ռեսուրս ենք, չէ՞ ծախսում։ Մարդիկ մեզնից դժգոհում են։ Մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում, ռեսուրս ենք մաշում 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար։ Հաջորդ հարցը։